Ես ավելի ուշ պիտի խոսեի, բայց այս ելույթը բացառապես այն բանի համար է, որ ես ընդդիմությանը կարողանամ որսամ այս դահլիճում, որովհետև վստահաբար անոր սալի ջոյի պես դուք հեռանալու եք եւ ես հնարավորություն չեմ ունենալու ձեր դեմքերին նայել եւ խոսել ձեզ նայելով։ Ես լսեցի, որ ընդդիմության ճարտասաններից մեկը Տիկին Խերանյանը ասում էր, էլի խոսում էր կուկուրուզ ուտելու մասին, կամ տարբեր բաներ ուտելու մասին, կներեք, իսկ դուք կուկուրուզ չեք ուտում, կամ կարկանդակ չեք ուտում, դուք կարող միայն ֆուագրա եք ուտում, կամ վագյու սթեյք եք ուտում դուք միայն, ներողություն, որ ձեր արիստոկրատ ճաշակը եւ քիմքը չի համապատասխանում մեր շատ մարդկային եւ ուրեմն աշխատավորական քիմքի հետ։ Ասում եք արժեքների բախում է այսօր մեր երկրում, այո ճիշտ եք ասում, այդ մեկը ճիշտ եք ասում, այսօր մեր երկրում արժեքների բախում է։ Մի կողմում են արժեքնա, որտեղ որ պետության ղեկավարը դուրս է գալիս փողոց ուղիղ եթերով, շփվում է իր քաղաքացիների հետ, բանավիճում է իր քաղաքացիների հետ, հետո անգամ ներողություն է խնդրում իր քաղաքացուց։ Մյուս կողմում են արժեքն է, որտեղ որ ղեկավարի անունը կրճատելու համար տանում են զուգարանում այնքան են ծեծում, մինչև այդ մարդը մահանում է, այս արժեքների միջև բախում է։ Հիմա դուք պետքա որոշեք, դուք այդ արժեքների որ կողմում եք, Տիկին Խերանյան։ Չլինի, թե զուգարանում ծեծելով սպանողների արժեքի կրողն ու պաշտպանն եք, հիմա որ եկել եք այստեղ արժեքների բախումից եք խոսում։ Կամ այնտեղ մեկը կար գնաց։ Մեր ուրախ ավտոբուսից է խոսում։ Դո դուք մի Ժիգուլի մարդ չկաք։ Եկել եք մեր ուրախ ավտոբուս ինչ եք ուզում, այդ դժբախտ Ժիգուլիներ։ Եկել եք ինչ եք ուրախ ավտոբուս, հա, բա ուրախ ավտոբուս, բա դուք ուզում եք ձեր դժգույն կյանքի եւ դժգույն կառավարման դեմքը երևացող ինչ որ մի ուրիշ բան տեսնեք, հա։ Կամ բանը, որ անդադ մենք ասում ենք, այո, ասում ենք, որ եթե քաղաքացիական պայմանագիրը եկող ընտրություններում չունենա սահմանադրական մեծամասնություն, ապա ամենայն հավանականությամբ եւ վստահաբար լինելու է աղետաբեր պատերազմ։ Ինչի ենք ասում, որովհետեւ այսօր ընդդիմությունը փաստացիորեն իր վրա է վերցել պատերազմի հրձիքի գործառույթը։ Ռոբերտ Քոչարյանը մաքուր պատերազմի հրձիք է։ Ռոբերտ Քոչյանի ուժը պատերազմի հրձիք է։ Դաշնակցությունը, ընդդիմությունը դեմ է սահմանազատման գործընթացին։ Այդ դուք չէիք, որ սահմանազատման գործընթացը փորձում եք վիժեցնել։ Այդ դուք չէիք, որ ասում եք Կիրանցով դեպի Ղարաբաղ։ Այդ դուք չէիք, որ ամբողջությամբ խաղաղության գործընթացն ուզում եք տորպեդահարել։ Պարզ չի, որ դուք եկաք իշխանության, խաղաղության ամբողջ ճարտարապետությունը փլվելու է։ Այդ դուք չէիք։ Կամ ես տեսնում եմ, որ Ռոբերտ Կրծեր Քոչարյանը ինչ որ ասում է, որ ինքը այն կինը ունի Ղարաբաղցի կինն ունի իր աջակցությունը եւ այլն ինչ որ մելամաղձոտ տեքստեր է ասում։ Բա որտես մելամաղձոտ տեքստ եք ասում, առաջարկս կրկնում եմ, նախորդ տարի կառավարությունը վարկ վերցրեց, որպեսզի Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային կարիքները հոգա, $220 միլիոն վարկ է վերցրել։ Ռոբերտ Քոչյանից ձեր ընտանիքից Կրծեր Քոչարյան։ Այսօր դատախազությունը համարյա նույնքան $200 միլիոն թալան է պահանջում։ Այդ $200 միլիոնից քանի միլիոն դոլարն եք տալու Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային կարիքները հոգալու համար։ Եկեք հրապարակային ասեք, ինչքանն եք տալու, թե մենակ խոսելով եւ մելամաղձոտ տեքստեր ասելով է։ Սիրելի հայրենակիցներ, չէի կարող չանդրադառնալ դաշնակցության ներկայացուցչի գնահատականներին մեր կողմից իրականացվող դպրոցաշինության ծրագրերի վերաբերյալ, որովհետև եթե կա մի ուժ, որ ընդհանրապես կրթության մասին պետքա չխոսա, այդ դաշնակցությունն է, մշտապես դաշնակցության նախարարներին բերել դրել են կրթության նախարար, 1000 անգամ ասել ենք, որ պատմության դասագրքերում, գրականության մեջ թաքցնեն դաշնակցության դավադիր դեմքը։ Իրանց այդ 130-ամյա պատմության ընթացքում բոլոր այն դավադրությունները, որոնք հայ ժողովրդի դեմ իրականացրել են, որ թաքցնեն ուղղակի դասագրքերում։ Հիմա էլ եկել են, խոսում են դպրոցների շինարարություններից եւ այլն եւ այդպես շարունակ։ Մի ուժ, որ դպրոց մանկապարտեզներ էր քանդում, օտարում էր իրանց ընկերներին, աղբերներին, սարքում էին, չգիտեմ, գոմեր մանկապարտեզները, իրանց համար տներ էին սարքում եւ այլն եւ այդպես շարունակ, այսօր էլ եկել ասում է, չգիտեմ, Քոչյանի ժամանակ այսքան դպրոց է սարքվել, նրա ժամանակ այդքան դպրոց է սարքվել, ինչ որ թվեր է ասում, խափելով եւ կրկին սուտ տեղեկություններ հաղորդելով։ 106 դպրոց արդեն պատրաստ է, մեր խոստացված 300 դպրոցներից, 106 դպրոց բացված է եւ երեխաները գնում են դպրոց։ 250 դպրոցից ավել ընթացքի մեջ է կամ ավարտական փուլում է եւ մինչեւ տարեվերջ դրանք էլ պատրաստ կլինեն եւ մենք այո 300 դպրոցից ավելի շատ դպրոց կառուցած կլինենք մինչեւ տարեվերջ։ Եվ 5 տարում, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կառուցվել է ավելի շատ դպրոց, քան
նախորդող բոլոր ժամանակներն ու անգամ խորհրդային միության ժամանակ էլ որ նայենք, այս ծավալի դպրոցաշինական մանկապարտեզների կառուցման աշխատանքները երբեք հայկական պատմության մեջ չի եղել։ Եվ գիտեք հետաքրքիր է որն է, որ ես ճշտում եմ ասում, բա մենք հələ ինչքան դպրոց պետքա կառուցենք, որ մեր բոլոր երեխաները սովորեն մեր պատկերացրած մեր երազած միջավայրում, ասում են դե հələ 800 դպրոց էլ պետքա կառուցենք, հասկանում եք։ Հայաստանում կա 1400 դպրոց, 300-ը սարքում ենք ու հələ 800 էլ պետքա սարքենք, որ պատշաճ տեսքի բերենք։ Դուք հասկանում եք, ոչինչ չի արվել Հայաստանի Հանրապետությունում, ոչ թե ոչինչ չի արվել, այլ հակառակն է արվել, ոչ թե նորն է ստեղծվել, այլ եղածը կերել են այս մարդիկ, մի հատ էլ եկեն այստեղ անմեղ դեմքով ինչ որ ելույթներ են ունենում։ Ու այո, ձեր Քոչարյանի ապօրինի գույքը, պարոն Կոնջարյանը շատ լավ օրինակ բերեց, բայց ես մեկ այլ օրինակ էլ բերեմ, 200 միլիոն պահանջվող գույքով մենք կարող ենք կառուցել 33-34 հատ դպրոց։ Մեկ դպրոցի շինարարության համար մոտավորապես ծախսվում է 6 միլիոն դոլարին համարժեք դրամ, գույքով եւ այլնով։ Բերեք այդ 200 միլիոնը տվեք 34 հատ դպրոց կառուցենք։ Ինչ եք եկել ստեղ խոսում։ Քիչ դպրոցներ են կառուցվել։ Այդ երեխաները եւ ծնողներն իրական են, չէ՞, գնում են այդ դպրոցներ։ Տեսնում են ախր, որ դուք ստում եք։ Ես էլ ձեր համար ձեր ընկերների արհեստական բանականությունները չի, որ ինչ ուզեք խոսակ, ինչ ուզեք ցույց տաք։ Գոնե արժանապատվություն ունեցեք եւ մի եկեք ստեղ կանգնեք անմեղ դեմքով նման ստեր փչեք ուղակի եւ ներողություն եւ նաեւ պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին էլ խորհուրդ եմ տալիս տիրություն անի իրենց падգամավորուհի Աննա Մկրտչյանին զբաղվի նրա դաստիարակությամբ վերջի վերջո ձևի համար չի դրված պարոն Մամիջանյանը այն վերևի աթոռի վրա։ Սա որպես բարի խորհուրդ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ուզում եմ նաև մեր երիտասարդներից ներողություն խնդրել, որ այստեղ ականատես են լինում հատկապես երիտասարդ կանանց անբռնազբոս վարքագծին ու խորհուրդ եմ տալիս ֆրակցիաների ղեկավարներին զբաղվել իրենց ֆրակցիայի անդամների բաց թողած դաստիարակությամբ եւ այստեղ նման վարքագիծ չդրսևորեն։ Բայց Աննա Մկրտչյանը մեծ հաշվով իրենց երգը երգված է եւ իրենք էլ գիտեն, որ այն աստիճան գիտեն, որ անհույս է, որ անգամ երևի չեն էլ մասնակցել ընտրություններին կամ միգուցե թասիպի կընկնեն կմասնակցեն եւ գոնե տենց 1.5% ձայն կփոշիացնեն։ Դուք իդեպ մի 6-7% փոշիացնելու հավանականություն եք, բայց ավելի մոտ եք անցողի քշեմին։ Դրա համար ավելի ճիշտ կլինի մի քիչ հետևողական լինեք, ինչ եք խոսում։ Այստեղ որ խոսում եք, չգիտեմ ինչեր ուտելուց եք խոսում, ճիշտ կլինի Տիկին Խերանյանն էր ասում, ճիշտ կլինի Ռոբերտ Քոչյանի կերասներից խոսեք։ Ասենք ֆիզիկապես կուկուրուսնիկի շենք է կերել։ 10 քաղաքացու գլուխ է կերել Երևանի կենտրոնում։ Ձեր դաշնակցական գործընկերոջ գլուխն է կերել Արագած սրճարանում։ Կամ այդ որ դպրոցներ է կառուցել, ինչի ենք մենք 300 դպրոց կառուցում, հետո էլի ենք 300 դպրոց կառուցելու, հետո էլի ենք կառուցելու, այնքան միջև դպրոցներ կառուցվեն Հայաստանի Հանրապետությունում։ Կամ այդ մանկապարտեզների շենքերից եք խոսում։ Մանկապարտեզների շենք են կառուցել, դրա համար էլ երեխեքը հերթի մեջ ծնված օրվանից պետք է գրանցես, որ հերթը գա, որ երեխան գնա մանկապարտեզ։ Որտեւ ինչպես վերջերս թիվ էի հիշում, բայց այսքան չէ, մոտ 100 մենակ մանկապարտեզ մասնավորեցվել է Երևանում։ Ինչ որ շենք ֆիզիկապես երևի սովետի ժամանակից թեև այն եղել է, բայց մասնավորեցվել է։ Էդա ձեր ստեղծածը։ Կամ կերասների մասին։ Գույք պարտքի դիմաց ձեր ֆրակցիայի առաջին համարը Ռոբերտ Քոչյանը տվել է Ռուսաստանի Դաշնությանը։ Այդ ուժեղ առաջնորդը այնքան ուժ չի ունեցել, որ այն մարդը ում հետ քիմիա ունի Վլադիմիր Պուտինը։ Ասենք, օրինակ Վիետնամը, օրինակ այդքան երևի ուժեղ ղեկավար ունեցել էր, որ մոտավորապես 4 միլիարդ պարտքը ջրվեց Վիետնամի, իսկ 100 միլիոնը Ռոբերտ Քոչյանը որպես ուժեղ առաջնորդ իր քիմիապես կապված առաջնորդին տվեց Հայաստանի Հանրապետության շատ կարևոր ռազմավարական նշանակության տարբեր գույքեր։ Կամ խոսեք օրինակ
պաշտոնական թվերով շուրջ 200-250 հազար մարդ արտագաղթած մարդկանցից Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում սա դեռ պաշտոնական թվերն են։ Այդ մարդիկ ինչի արդյունքում են թողել գնացել Հայաստանի Հանրապետությունից։ Միգուցե ձեր բարձր ժողովրդավարական կառավարման, միգուցե, չգիտեմ, օրինակ բիզնեսի զարգացման, քաղաքացիների, ամեն մեկը մի պատճառով թողել գնացել է։ Դրանից խոսեք, հետո նոր ուժեղության մասին խոսեք։ Կամ որ ասում եք բանը, ժամանակս լրացավ, բայց կուզեի այդ հարված ընտանիքի, ինքնության, չգիտեմ ինչի մասին խոսել, սահմանադրության մասին եք խոսում, ինչի եք հրաժարվել օրինակ այդ հանձնաժողովում աշխատանքներ կատարելուց։ Ինչի եք հրաժարվել, որովհետեւ գաք այստեղ սկսեք ինչ որ հեքիաթներ հորինեք։ Բա գնայիք այնտեղ ձեր կարծիքն ասեիք։ Կին Մկրտչյանը իր հոր գողացածից չի ամաչում, Սերժ Սարգսյանից չի ամաչում, Արշակից էլ չի ամաչում, հետը նկարվում է, ինչ են քննարկում մենք, ով ինչից կարա ամաչի։ Հարգելի գործընկերներ, խաղաղությունը պետք է ունենա երաշխավոր, պնդում են մեր ընդդիմադիրները, եւ ահա այդ երաշխավորի ռեյտինգային տեխնացուներից մեկը, Ռոբերտ Քոչարյանը, փոդքաստ է սկսել։ Այդ փոդքասթի ընթացքում մեր ընդդիմադիրները կարող են լսել տարիներով հնչեցրած իրենց հարցերի պատասխանները իրենց իսկ առաջնորդից։ Ինչ է զիջում Ադրբեջանը, քանի տարի է գոռում են ընդդիմադիրները։ Եվ ահա ձեր իսկ առաջնորդը պատասխանել է այս հարցին, ասելով, մեջբերում եմ, նույնիսկ Ադրբեջանի համար դժվար է ասել վերադարձի հարց չենք կարող քննարկել։ Նրանք փորձելու են դա կապել ադրբեջանցիների վերադարձի հետ։ Հարգելի դաշնակցականներ, եթե հանուն երաշխավորի եւ հակամարտության շարունակականության կարելի է այսպես լեգիտիմացնել վերադարձի հարցը, որը բարձրացնում է Ադրբեջանը, եւ հավասարեցնել այն Հայաստանի հնարավոր պահանջի հետ, ապա հանուն ինքնիշխանության ու խաղաղության հատկապես կարելի է այս երկու հարցերը փակել։ Հաջորդ հարցը, որը դուք մի քանի տարի շարունակ հնչեցնում եք, հետեւյալն է. ինչ խաղաղություն, եթե Ադրբեջանը դեռ օկուպացրած է պահում Հայաստանի սուվերեն տարածքը։ Կրկին ձեր առաջնորդը իր փոդքասթի ժամանակ պատասխանել է այս հարցին, ասում է, որ Կիպրոսում խաղաղություն է։ Պատերազմը բռնկվել է 74 թվականին, այն կանգնեցվել է, չկա խաղաղության պայմանագիր, բայց կան լրջագույն երաշխիքներ խաղաղություն հաստատելու համար։ Արդյունքում հողի վրա կա իրական խաղաղություն առանց խաղաղության պայմանագրի։ Դա աշխատում է մինչ այսօր, մարդիկ իրար հետ շփվում են։ Իսկ ինչ է եղել 1974 թվականին։ Խաղաղության երաշխավորներից մեկը Թուրքիան, վկայակոչելով իր խաղաղության երաշխավոր լինելու կարգավիճակը, ռազմական միջամտություն է իրականացրել կղզու վրա եւ այսօր Հայաստանի բարեկամ Կիպրոսի դիտանկյունից կղզու 1/3-ը օկուպացիայի ներքո է։ Այսինքն ըստ ձեր առաջնորդի, ձեր հարցի պատասխանը հետեւյալն է. Հայաստանի օկուպացված տարածքները կարող են մնալ օկուպացիայի ներքո, ավելին Հայաստանը կարելի է բաժանել մասերի, միջանցք տալ, միայն թե լինի երաշխավոր եւ դուք դա պատրաստ եք կոչել խաղաղություն։ Այդ վերջին հարցը, որը շատ հաճախ եք մեզ տալիս, հետեւյալն է. արդյոք պայմանագրի մեջ կա ռևանշիզմի մասին կետ։ Կրկին ձեր առաջնորդը ասաց, որ ռևանշիստները դուք եք եւ անհրաժեշտ է երաշխավոր ձեր եւ Ադրբեջանի միջև կանգնելու համար, որ իրար վրա չհարցակվեք։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանին անհրաժեշտ է, որ դուք հառաչեք Դադիվանքը, Արարատը, Կովսականը, Վարանդաս, անկախ նրանից ինքը գիտի Կովսականն ու Վարանդան որտեղ են, թե ոչ։ Նրան դա անհրաժեշտ է, որպեսզի դուք բոլորը ձեզ պահեք իսկական դաշնակցականների նման ու այդպիսով հիմնավորվի նաև Ադրբեջանի համար երաշխավորի ներկայությունը եւ կայանա այդ երաշխավորի քաղաքական ծրագիրը ձեր միջոցով։ Ես այսօր, ինչպես մի քանի շաբաթ առաջ էլի անդրադառնալու եմ Infocom լրատվական կայքին եւ իրենց կատարած հերթական սենսացիոն բացահայտմանը, ժողովուրդ ջան, սենսացիոն բացահայտում է տեղի ունեցել, պարզվել է, որ ազգային ժողովում ընդունված օրենսդրական նախաձեռնությունների 87%-ը Հայաստանում գալիս է կառավարությունից։ Այս բացահայտման ֆանտաստիկան այն չի, որ 87%-ը գալիս է կառավարությունից, որտեղ ամբողջ աշխարհում եւ բոլոր խորհրդարանական ժողովրդավարություններում մոտավորապես 85-ից 90%-ը նախաձեռնությունների գալիս է կառավարությունից։ Սենսացիան այն է, որ այդ մասին որևէ լրատվական գրել է, որտեղ դա համընդհանուր, դա պարզ բան է, ասենք ոնց որ գրեին բացահայտվեց, որ երկրագունդը կլոր է։ Բայց հա, ու այդ նյութի մեջ բնականաբար անդրադարձ կար ինձ, եւ որ ես չեմ բերել ոչ մի օրենսդրական նախաձեռնություն եւ այդ ֆոնի վրա եւ ես համարձակվել էի ուրեմն կասկածի տակ դնել իրենց անցած հրապարակման պրոֆեսիոնալիզմը եւ այլն, ես հիշեցնեմ իրենց անցած հրապարակման նյութը ինչի մասին էր։ Նյութը այն մասին էր, որ 202 ընկերություն կառավարությունից ստացել է մաքսային արտոնություն
Եվ այդ 202-ից 11-ը ԿՊԻ-ին կամ Իմ Քայլի հիմնադրամ, то есть ԿՊԻ-ին եւ Իմ Քայլի հիմնադրամին կատարել էին 110 միլիոն դրամի նվիրատվություն եւ իրենք դրա մեջ տեսել էին կոռուպցիա։ Ես եւս մեկ անգամ Infocom-ի մեր սիրելի գործընկերների մոտ բացատրեմ էլի իրանց սխալը որն է։ Ուրեմն հարգելի Infocom, չի կարելի որևէ խմբի 5%-ի պահվածքը կապել այդ խմբի ընդհանուր մի որևէ հատկանիշի հետ, հասկանում եք։ Նման վերլուծություն հնարավոր չի անել։ Օրինակ դուք չեք կարող ասել, այդ տեսեք, մենք վերլուծեցինք, մենք հաշվեցինք, տեսանք, որ ազգային ժողովի 107 падգամավորների 5%-ը առավոտյան գնում է մարզասրահ, եւ հետեւություն, ստեղից հետեւում է, որ падգամավոր դառնալը նպաստում է նրան, որ առավոտյան մարդիկ գնան մարզասրահ։ Ո՞նց է հետեւում։ Իսկ նայել եք ընդհանրապես մարդկանց քանի տոկոսն է գնում մարզասրահ։ Կարող է պարզվի էլի 5%-ն է գնում մարզասրահ, բժիշկների, ուսուցիչների, լրագրողների։ Սա ինչ վերլուծություն է։ Հիմա էլ եմ ասում, ասեք ինչ եք վատնում ձեր դրամաշնորհատուների գումարները։ Հիմա ես մյուս հանճարեղ վերլուծության մեջ, ասում եմ բերել են ոչ մի նախաձեռնություն, օրենսդրական նախաձեռնություն չեն բերել։ Հիմա բացատրում եմ ձեզ։ Կներեք, եթե մի քիչ կարող մեծամիտ հնչի, բայց դուք ուղղակի այլտեղ չեք թողնում մարդուն։ Օրինաստեղծ գործունեությունը բաղկացած չի միայն օրենքի նախագիծ բերելով։ Օրենքի նախագիծը գրվելու պահից հետո տասնյակ անգամներ քննարկվում է աշխատանքային քննարկումներում։ Դրանք հրապարակային չեն։ Եթե կառավարությունն է բերում, կառավարությունում է քննարկվում։ Հետո գալիս է այստեղ այդ հանձնաժողովի աշխատանքային, գլխադասարանի աշխատանքային քննարկումն է քննարկվում։ 1000 անգամ դա դնում, վերցվում, քննարկվում, հետո ֆրակցիայում է քննարկվում։ Այդ օրենքի վերջնական բովանդակության վրա ազդում են падգամավորների բանավոր եւ գրավոր առաջարկները։ Ընդունվելու եւ չընդունվելու վրա ազդում է յուրաքանչյուր падգամավորի արտահայտած կարծիք ֆրակցիայի նիստում եւ վերջ այս բոլոր этаպները անցնելուց հետո է որ վերջում օրենսդրական ձեր ասած նախաձեռնությունը վերջում դառնում է օրենք։ Բայց ինչի՞ մի հատ հարցում չեք արել, ես քանի օրենսդրական նախաձեռնության քննարկման եմ մասնակցել, քանի առաջարկ եմ ներկայացրել, քանիսն է ընդունվել, քանիսը չի ընդունվել։ Գիտեք ինչի չեք կարող անել։ Որովհետև դուք չեք կարող որակական վերլուծություն անել։ Գիտեք որ նա որակական վերլուծությունը, չշփոթեք սա որակյալ վերլուծության հետ, որակի անորակի հետ կապ չունի։ Սա երևույթի պատճառները եւ դրդապատճառները ուսումնասիրող վերլուծությունն է եւ ոչ թե ուղղակի թվեր իրար հետ համեմատող, ինչպես որ դուք եք արել։ Եթե չեք կարողանում անել որակական վերլուծություն, արեք քանակական վերլուծություն, բայց քանակական վերլուծության ենթակա նյութի հետ։ Ոչ թե որակական վերլուծության նյութի հետ արեք քանակական վերլուծություն եւ արեք որակական հետեւություն։ Եվ կրկնում եմ, մի մսխեք ձեր դրամաշնորհատուների գումարները, Եվրամիության, ԱՄՆ եւ որոշ չափով էլ Հայաստանի հարկատուների փողերը։ Հարգելի գործընկերներ, ելույթս բուն նախագծին չի վերաբերում եւ ես անկեղծ ասած սպասում եմ մինչեւ պարոն Ղազարյանը դահլիճում կլինի, որ ասեմ այն ամենը, ինչ մտածում եմ։ Պարոն Ղազարյան, նայում էի քիչ առաջ ձեր հարցազրույցը, գիտեք, հարգելի հայրենակիցներ, որ մենք շաբաթ կիրակի օրերին ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում այցելել էինք մարզեր եւ մասնավորապես այցելել էինք Գեղարքունիքի մարզ եւ Կոտայքի մարզ եւ ֆանտաստիկ ընդունելության էինք արժանացել մեր հայրենակիցների կողմից։ Հիմա նայում եմ պարոն Ղազարյան, ասում եք դե իրանց մարդիկ են հավաքել են վարչական լծակները օգտագործելով շոու են անում, լիքը խնդիր կա, ոչ մի բան չի արվել։ Ուրեմն նախ երբ որ դուք ինքներդ հաջորդ անգամ կգնաք օրինակ Վարդենիս, կարծում եմ այդ մարդ, չէ, այդ մարդկանց որ կհանդիպեք, իրանք ձեզ կասեն, իրանք վարչական լծակով են բերել, թե իրանք կամքով են եկել, բայց ես ձեզ տարբերությունը ասեմ, ինչու համար են մարդկանց վերաբերմունքը լավ։ Որտեւ երբ որ դուք շուրջ 20 տարի օրինակ Զոլակար համայնքի ղեկավարն եք, մանկապարտեզի շենքը օտարել եք ձեր մտերիմներից մեկին, հետո այդ մարդը վարձով տվել էր դա Վիվասել MTS-ին։ Մենք այնտեղ նոր մանկապարտեզ ենք կառուցել 2024 թվականին։ Մի րոպե։ Ձեզ նախազգուշացում եմ հայտարարում, հանգիստ նստեք ու լսեք։ Շարունակեք, պարոն Թունյան։ Կամ 1.8 կիլոմետր խողովակաշարա քանդվել ու վաճառվել, ըստ էության հողերը մատնել վտանգի, այսօր այդտեղ նոր ջրամատակարարման համակարգ է կառուցում։ Ու այսպես բազում բաներ կարող եմ մի քանի ժամ թվարկել, այնպես որ հարգելի պարոն Ղազարյան, քաղաքացիների վերաբերմունքը
հստակ է եւ այդ վերաբերմունքը հունիսի 7-ի ուշ գիշերը པարզ կլինի։ Շնորհակալություն։ Պարոն Մինասյանի չեք հանցագործության մասին հաղորդում տալիս։ Բատվեք, թե չէ գալիս եք ելույթ ունենում, բաներ եք ասում։ Խնդրեմ, սիրելի քաղաքացիներ, սիրելի գործընկերներ, քանի որ այս տարի նախընտրական տարի է, մեր գործընկերներն էլ խոսեցին դրա մասին, եւ ես մտածում էի, որ հայտարարությունների ժամին այլ ելույթներ կլսեմ, սակայն նորից հայտարարությունների ժամին մնացինք նույն շրջապտույտի մեջ՝ մաղձ, թույն, վատատեսություն, բամբասանք եւ ամեն ինչ բացի ապագայից։ Եվ նախանց իշխող ուժի նկատմամբ, ինչպես նաև խոսակցություն եւ հեգնանք ուրախ ավտոբուսի նկատմամբ։ Հասկանում եմ, նախանձում եք, հասկանում եմ, դժվար է, բայց դիմացեք, որովհետեւ խնդիրը նա է, սիրելի գործընկերներ, մեր սիրելի գործընկերներն ընդդիմադիր գնացին, որ դուք օրակարգ չունեք, դուք վազում եք քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ Նիկոլ Փաշինյանի օրակարգի հետևից։ Դուք սպասարկում եք մեր օրակարգը, դուք մեր օրակարգի սպասարկող քաղաքական ստրուկներն եք, դուք չունեք միտք, չունեք տեսլական, չունեք ապագա, ոչ մի բան ասելիք չունեք։ Ձեր քաղաքական օրակարգը կախված է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, ձեր քաղաքական օրակարգը կախված է Նիկոլ Փաշինյանի լայվերից։ Լայվից լայվ, ձեր կենսունակությունը լայվից լայվ է։ Մի բան գտնեք, այդ լայվի հետ կապված, խոսեք, քննարկեք, սպասեք հաջորդ լայվին։ Չունեք ասելիք, ժողովուրդ ջան։ Եվ ի ուրախություն ձեզ ուզում եմ ասել, որ այդ լայվերը հաճախ են լինում։ Եվ դուք ունեք զբաղմունք, ինչ որ օրակարգ կգտնեք եւ կշարունակեք ձեր նախընտրական տարին։ Եվ նորից ուզում եմ ձեզ համար վատ լուր ունենալ։ Մենք երբ շրջում ենք Հայաստանի Հանրապետությունով մեկ, մեզ որևէ մեկը ձեր մասին չի հիշեցնում, որևէ մեկը ձեր այս 5 տարի այս ամբիոնից, ձեր ասած ոչ մի թեզերից մեկը չի բերում, մեջ բերում, ոչ մի ձևով որևէ ազդեցություն չունեք քաղաքացիների մտքի եւ երազանքների վրա։ Ես ուզում եմ հասկանալ 5 տարի այստեղից եւ տարբեր ամբիոններից, որ խոսում եք, դուք ձեզ վատ չեք զգում, որ ինչ ասեցիք, որևէ կերպ որևէ առնչություն չունեցավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Հետևաբար, որպես ամփոփում ուզում եմ ասել, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունում չի կարող Ռոբերտ Քոչարյանը, 135-ամյա Դաշնակցություն կուսակցությունը եւ որևէ այլ կուսակցություն, այստեղ կամ այնտեղ գտնվող նորահայտ այլ կուսակցություններ չեն կարողանալու մրցել 21-րդ դարի խաղաղության ձգտող Հայաստանի Հանրապետության քաղաքացու երազանքների հետ։ Այս մրցապայքարում դուք անդառնալիորեն պատված եք, որովհետև դուք մնացել եք անցյալում եւ անցյալին մենք վաղուց ենք ասել, վերադարձ չկա։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, պատիվ ունեմը եւս մեկ անգամ ըստ էության վերահաստատեց այն հայտնի միտքը, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, իսկ ՍՍ-ն սխալ։ Տիկին Գալստյանը ինչպես միշտ լքեց դալիճը, բայց վստահ եմ, որ կլսի ինձ։ Տիկին Գալստյան, եթե ճիշտ եմ հիշում եւ եթե լսում եք ինձ, դուք բարեկամաբար խորհուրդներ տալուց լավ էիք, ձեր մոտ ստացվում էր։ Ձեր գործընկերուհուն Տիկին Գյուրեղյանին խորհուրդ տվեք բարեկամաբար, որ չգա եւ այս ամբիոնից չխեղաթյուրի մտքերը եւ զբաղվի վերջապես իր հանձնաժողովի աշխատանքներով։ Հելնի երկինք իջնի ներքև 300 դպրոցների հրաշալի ծրագիրը հասնելու է ավարտին եւ մի վատ լուրել ունեմ իր համար, ոչ թե 300, այլ ամփոփելուց հետո այն դառնում է ընդհանուր մինչև 320 խոստացվածից մի բան էլ ավել։ Եվ եւս 600 դպրոց մենք պատրաստվում ենք հիմնանորոգել։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, այս օրերին շատ քննարկվեց մի պարզ, բայց իրականում չափազանց կարևոր քայլ վարչապետի հրապարակային ներողությունը քաղաքացուց։ Մի բան, որը մեր քաղաքական դաշտում մեղմասած սովորական երևույթ չէ, որպես քաղաքական մշակույթի ատրիբուտ։ Այս բառը, որը քաղաքական բառապաշարում հաճախ օգտագործվում է, բայց ոչ միշտ նպատակային, իրական իմաստով, ուղիղ իմաստով։
Շատերի համար այն կամ ավելորդ է թվում, կամ պարզապես խուսափելի, ոմանց համար էլ կարծես գոյություն չունեցող, ասել է թե մաշվող բառերի խմբին պատկանող բառ։ Տարիների ընթացքում մենք տեսել ենք տարբեր հայտարարություններ, կոշտ ելույթներ, անթույլատրելի գործունեության տեսակներ, բայց շատ ավելի հազվադեպ ենք լսել պարզ եւ ուղիղ մեկ նախադասություն։ Ներողություն, օրինակ, սխալ եմ թույլ տվել։ Թերևս դա է պատճառը, որ երբ այդ բառը հնչում է հանրային տիրույթում, այն միանգամից ուշադրության կենտրոնում է հայտնվում։ Իսկ իրականում հենց այստեղ է տարբերությունը, սիրելի ժողովուրդ։ Քաղաքական ուժը ոչ թե միայն պոպուլիզմի կամ կոշտ ձևակերպումների մեջ է, այլ նաև երբ կարողանում ես կանգնել, ընդունել ու ասել այնինչ միշտ չէ որ միանգամից ընկալելի կլինի եւ կդիտվի հասարակության համար։ Որքան էլ փորձեն սա շրջել, իրական քաղաքական ուժը չի չափվում աղմուկով։ Այն երևում է այն պահին, երբ պետք է ասել մի բան, որը հեշտ չէ ասել, բայց դու դա ասում ես այնուամենայնիվ։ Ներողություն խնդրելը չի փոքրացնում մարդուն, բայց այդ բառը փոքրացնում է այն մարդը, ով չի կարող դա ընկալել։ Թույլերը արդարանում են, ուժեղները ներողություն են խնդրում։ Շնորհակալություն։ Ես զարմանում եմ մարդ ոնց կարող է ինքն իր դեմ ցուցմունք տալ անել Աժա ամբյոնից։ Պարոն Մինասյանը ասում է հանրությանը սպառնալը պատերազմով քրեական հանցագործությունը ինքնիշխանության դեմ։ Մոռացել են այս մարդիկ 5 տարի այս ամբյոնից ինչ էին ասում։ Էլ պատերազմ էին գուժում, էլ սյունիկն էին տալիս, էլ տավուշն էին տալիս, էլ սահմանազատումներ պատերազմի հիմք, ինչ ասես ասել են, ամեն կողքից ծառի տերևի շրշյունը համարում էին, որ շուտով պատերազմ է լինելու եւ գուժում էին հանրությանը։ Հիմա մեզ ասում են վախեցնում եք ժողովրդին, սպառնում եք պատերազմով։ Խաղաղությունը, եթե մեկ քաղաքական ուժի հետ է կապված, խաղաղություն չէ։ Քրեորեն պատժելի արարք է այս ամեն ինչը։ Ժորժ ջան, ոնց որ իջեք իրականություն, դուք տենց սուս ու փուս նստած էիք, մենք էլ եկանք, ասացինք դուք պատերազմի քաղաքական ուժերն եք, ոչ, դուք 5 տարի հերիք չսպառնացել եք պատերազմով։ Երկրորդ եկեք նայենք ձեր առաջարկներին։ Բոլորդ միաբերան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, միաբերան նույն տեքստն եք կրկնում, որ անհրաժեշտ է երաշխավորների օգնությամբ հասնել խաղաղությամբ։ Նոր երաշխավորներ են մեզ պետք։ Թրիփ նախագիծը վերաբանակցելու եք։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին եք խոսում, իրավունքները դարձրել եք կեսդ վերադարձի իրավունք, կեսդ ուղղակի իրավունքներ։ Շատ տեղեր ձեր համաժողովներում Արցախ վերադարձ լինելու է տեքստեր են հնչում։ Ուզում եք ասել, դուք նախաստորագրված պայմանագիրը վերաբանակցելու եք, թե ոչ։ Երկրորդ հարցս, դուք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակելու եք նույն ձև, ինչ որ մենք ենք արել, թե ոչ։ Խաղաղության նախաստորագրված պայմանագրի կետերը, որոնք արդեն ամրագրված են եւ այս տարիների ընթացքում մեծ դժվարությամբ ենք հասել այս կետին, վերաբանակցելու եք, կներեք լեքսիկոնից համար փոզմիշեք անելու են ինչ որ Հայաստանի Հանրապետությունը հասել է այս ընթացքում։ Էտա պատճառը, որ մենք ասում ենք դուք պատերազմի քաղաքական ուժերն եք, որովհետև դուք այս բոլորը որոշել եք դնել մատաղանել ձեր սիրելի կայսրության ոտքերի առաջ եւ ասել այո, մեզ հիմա փրկիչներ են պետք, մեզ հիմա երաշխավորներ են պետք։ Եվ դրանով փորձում եք քաղաքական դիվիդենդ շահել մեր ժողովրդի մոտ։ Էսա թարգմանաբար նշանակում, ինչա նշանակում դուք պատերազմի կուսակցություններ եք։ Եվ չհամարձակվեք ասել, որ խաղաղություն հաստատած, խաղաղություն բերած քաղաքական ուժը պատերազմ է բերել։ Այդ ինքնին ձեր պետության նկատմամբ վերաբերմունքի մասին է խոսում, որովհետև չի կարելի այն ամեն ինչ տեղի ունեցել հարևանի ագրեսիայի արդյունքում վերագրել քո պետության իշխող քաղաքական ուժին։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, վերջին օրերի իրադարձությունները եւ դրանցից բխող խոսույթը մի ցավալի իրողություն են արձանագրում։ Մեզանում որոշ ընդդիմադիր շրջանակներ ու նրանց ազդեցության տակ գտնվող անհայտներ պայքարում են երկու բանի դեմ՝ Հայաստանի ինքնիշխանության եւ խաղաղության դեմ։ Նրանք մերժում են երկու բան՝ խաղաղությունը եւ Հայաստանը։ Այս շրջանակները եւ նրանց ետևում կանգնած արտաքին ուժերի կողմից Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային հարձակումները, ապատեղեկատվությունն ու հակակարողությունը մանիպուլացրել են մեր քաղաքացիների որոշ հատվածի այն աստիճան, որ նրանք կարող են մերժել Հայաստանի Հանրապետության քարտեզը, համարել թե իրենք այլ քարտեզ ունեն, համարել որ Հայաստանը իրենց պետք չէ։
Իհարկե, սա ցավալի փաստ է, եւ սա ունի իր բացատրությունը եւ այդ բացատրությունը կրկին նույնն է։ Այս քաղաքական շրջանակները փորձում են նսեմացնել եւ մերժել իրական Հայաստանը եւ շարունակել զարգացնել 200 տարի քաղցր քարոզչական հնարքը պատմական հայրենիքի մեկ այլ Հայաստանի մասին, որը վերջին 200 տարում այդպես էլ քարոզչական թեզից այն կողմ չանցավ, բայց որ հայ ժողովրդի համար անասելի զրկանքի, տառապանքի եւ կորստի պատճառ դարձավ։ Սիրելի հայրենակիցներ, սակայն վերը նշվածով հանդերձ կա նաեւ ուրախալի փաստ։ Եվ մարզային, եւ Երևանյան այցերի ընթացքում մեր օրակարգը հասկացանք, որ պահանջված է մեր քաղաքացիների շրջանում։ Եվ ի հեճուկս ապատեղեկատվության այդ ահռելի ծավալների խաղաղության եւ իրական Հայաստանի օրակարգը հանրային մեծ արձագանք եւ պաշտպանություն է գտել։ Ուստի վստահ եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում, սիրելի հայրենակիցներ, մենք միասին հավերժ բացելու ենք խաղաղության եւ տնտեսական զարգացման դուռը, մեկընդմիշտ փակելով պատերազմի եւ զրկանքի դուռը։ Շնորհակալ եմ։